Այսօր Հայաստանում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը մնում է ամենակննարկվող եւ աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող թեման, որն ակտիվացել է հատկապես 2025-2026 թվականներին նախաստորագրված փաստաթղթի եւ միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների ֆոնին։ Ինչպես են վերաբերվում Հայաստանում Ադրբեջանի հետ խաղաղությանը եւ հավատում են արդյոք, թե Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը իրական խաղաղություն կբերի։ Սույն հարցով Երևան տրիբունի թղթակիցը դիմել է Գորիսի բնակիչ մայոր Արմեն Գևորգյանին։ Խաղաղություն ամենուր։ Եթե չլներ խաղաղություն, դուք ստեղ չէիք գա։ Վերադառնալով առաջին Ղարաբաղյան պատերազմին, երբ Հայաստանի զինված ուժերը օկուպացրել են Ղարաբաղը եւ էթնիկ զտման ենթարկել խաղ ադրբեջանցիներին, Արմեն Գևորգյանը խոսեց նաեւ հայ զավթիչների կողմից օկուպացրած Ղարաբաղում իրականացրած ավերածությունների մասին։ Մինչև Աղդամ թալանել են մեր հայ ժողովուրդը։ Թալանել են հողին հավասար, դուք Աղդամ չեք տեսել։ Աղդամում ինձ պատիվ են տվել, ասել են Գորիսի նաչալնիկն ա եկել։ Հենց այս պատիվ տվել, որ իշխանությունների օրոք։ Տարեթվից է իշխանում, Կարեն Սերոբի Դեմիրճյանի ժամանակվանից առ այսօր։ Հիմա էլ են Աղդամում ձեզ պատիվ տալիս։ Հեսա որ բացվեց, բա ինչ են անելու։ Մտածում եք, այդպես համակեցություն կարող եք ապրել։ Այլ շուտով գնալու է։ Չնայած լրագրողի բազմաթիվ փորձերին համոզել Գորիսցուն, թե ինչպես կարելի է պատերազմից հետո խաղ ապրել ադրբեջանցիների հետ, Արմեն Գևորգյանը մնաց իր կարծիքին։ Մի խոսքով դուք կարծում եք, որ չնայած պատերազմ եղավ, այդքան զոհեր եղան, այնուամենայնիվ լավ է լինելու։ Առավել լավ անելու։ Այստեղ անցած տարի ուզել եմ մի հատ երիտասարդի ձախ չափալակ տամ կողքին չեն թողել։ Ասում են Նիկոլիսը հենց գնում եմ շտաբը, այնտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցության, ասեմ լակոտ, դու ով ես, դու որ զենք գիտես, որ զոհ գիտես։ Լսելով Արմեն Գևորգյանին հասկանում ենք, որ Հայաստանում դեռևս գտնվում են ողջամիտ մարդիկ, ովքեր խորհում են ելնելով տարածաշրջանում առկա իրավիճակից։ Գորիսի բնակիչը դեմ է պատերազմին, որը մարդկային զոհերից եւ ավերածություններից բացի ոչ մի լավ բան չտվեց հայ ժողովրդին, եւ հավատում է, որ խաղաղությունը ամեն ինչի գրավականն է։